Այսինքն իմ հարցը հետևյալն է, եթե այս հայտարարությունից հետո Ալիևը կրկին օգտագործի Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, դա մեզ համար խնդրահարույց լինելու է, թե Ես խնդրում եմ, եթե ապա հարցադրումներին չենք պատասխանում, որովհետև հազարատ եթե կարող ենք հիմա մենք ասել։ Եթե, ապա եթե։ Մենք ելնում ենք իրավական երկկողմ փաստաթղթերից, որի տակ կա նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը։ Կենտրոն հեռուստաընկերություն, երեկ Արարատ Միրզոյանը լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում մասնավորապես ասել է, որ ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Եթե դեռ կան, նախ խնդրեմ հստակեցնեք էլի, որոնք են այդ նախապայմանները եւ ի վերջո, եթե դեռ կան այդ նախապայմանները եւ որոնք հայկական կողմը չի կիսում, այդ դեպքում ինչպես ենք պնդում, որ Երևան-Բաքու խաղաղությունն այլևս փաստ է, երեկ էլ խորհրդարանում մեծամասնությունը Երևան-Բաքու խաղաղության մասին հայտարարություն ընդունեց։ Շնորհակալություն։ Խաղաղությունը փաստ է նրա բերումով, որ երկու երկրները հաստատել են, համաձայնվել են, որ հաստատում են խաղաղություն եւ նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը եւ խաղաղության հռչակագիր են հրապարակվել, բայց խաղաղությունը process է, խաղաղությունը մի իրադարձությամբ չի ամփոփվում։ Կան գործողություններ, որոնք պետք է արվեն, այդ թվում եւ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը եւ ավերացումը։ Կարծում եմ նախարար Միրզոյանը նկատի ունեցել շարունակվող քննարկումը խաղաղության ադրբեջանական կողմում ոչ թե Հայաստանի հետ քննարկումները, այլ Ադրբեջանի կողմից անդադար սահմանադրության փոփոխման հարցի բարձրացումը, որպես նախապայման ենթադրում եմ սա է նկատի ունեցել նախարար Միրզոյանը, մենք մեր դիրքորոշումները հայտնի են այս հարցի կապակցությամբ եւ մենք շարունակելու ենք բանակցությունները, որպեսզի հնարավորինս շուտ հնարավոր լինի ստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց ոչ միայն մյուս բոլոր ուղղություններով մենք շարունակելու ենք ակտիվ աշխատել եւ բանակցել Ադրբեջանի հետ, որովհետեւ առանց դրա այդ փաստը խաղաղության չի կարող մնալ փաստ, պետք է անընդհատ այդ փաստը սնուցել բանակցություններով, աշխատանքով, քննարկումներով։ Այսինքն սահմանադրության փոփոխությունը միակ նախապայմանն է մնացել ադրբեջանական կողմից։ Ես ճիշտ ասած ադրբեջանական կողմը չեմ ներկայացնում եւ միշտ հորդորում եմ իմ լրագրող գործընկերներին հարցերը հղել ադրբեջանական կողմի դիրքորոշումները բարձրելու համար, բայց այս պահին ինձ հայտնի հարցը, որը Ադրբեջանը բարձրացնում է խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին, դա սահմանադրության հարցն է։ Եվ ես էլ ներողություն հավելեմ ձեր հարցի երկրորդ հատվածին, երեկ այո, կարևորագույն հայտարարություն ընդունեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ, ինչով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կարևորում է օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը եւ աջակցում է այդ փաստաթղթերով ուրեմն ամրագրված պայմանավորվածություններին եւ գործընթացներին եւ ազգային ժողովը իր լիազորությունների տիրույթում որպես խորհրդարանական պետության ուրեմն գերագույն մարմին ամեն բան անելու է որպեսի խաղաղության գործընթացը հաջողությամբ պսակվի։ Ես նաև պետք է այստեղ չեմ կարող չառանձնացնել, որ երեկվա այդ հայտարարության թե քննարկմանը, թե քվեարկությանը չի մասնակցել խորհրդարանական ընդդիմությունը, եւ խորհրդարանական ընդդիմությունը ըստ էության փախել է դահլիճից դրա նախորդ հարցի քննարկման եւ քվեարկության պահին, իսկ նախորդ հարցը հիշեցնեմ կիբերանվտանգության մասին մայր օրենքն էր, որը ուղիղ կապ ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության հետ, ուղիղ կապ ունի եւ ընդդիմությունը հայտարարություն արեց, որ մեր համար չափազանց կարևոր է այս նախագիծը, մենք պետք է գնանք եւ քննարկենք, գանք եւ մեր դիրքորոշումը արտահայտենք արդեն եւ չվերադարձավ դահլիճ, որպեսզի չմասնակցի, ուրեմն Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն, ուրեմն այս իրադարձության վերաբերյալ հայտարարության ուրեմն քննարկմանը եւ ըստ էության սա էս ուզեցա ցանկացա պարտադիր շեշտել, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, թե ուրեմն խորհրդարանական ընդդիմությունը նաեւ ինչ օրակարգերով է առաջնորդվում։ Շնորհակալ։ Ֆակտորը Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, դուք ասում եք կան ստորագրված փաստաթղթեր եւ պետք է դրանից ելնենք, բայց կա խոսույթ, որը չի համապատասխանում այդ
փաստաթղթերին, սա արդյոք մտահոգիչ է թե ոչ հայկական կողմի համար, այսինքն ինչ է առաջարկվում, որ ամեն անգամ ասում են կա օգոստոսի ստորագրված փաստաթղթեր, այսինքն երբ Ադրբեջանից դրանից շեղող հայտարարություններ են լինում, ինչ անենք, չլսելու տանք, անցնենք առաջ, սա ինչ խնդիր է դուք այստեղ տեսնում, պարոն Խանդանյան, թուրքական կողմը հայտարարեց, որ պետական ավիաուղիները թռիչքներ են իրականացնելու Երևան, այս մասով ինչ կարող եք ասել, կա արդյոք նոր զարգացում Երևանի եւ Անկարայի միջև սահմանների եւ այլ մյուս նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված թե ոչ, եւ խաղաղությունը հայտ 1.5 ամս կա արդեն ոնց է աճը մեծանում է, զարգանում է եւ եթե այո, ապա ինչպես, օրինակ, ինչ առաջընթացներ կան նախաստորագրված պայմանագրի հետ կապված կա նորություն, թե օրինակ ինչ գործողություններ են արվում, որ առաջիկայում ստորագրվի ժամկետների շուրջ քննարկումներ կան, թե ոչ թրիփի ուղու հետ կապված աշխատանքների հետ կապված զարգացումներ կան, թե ոչ, այսինքն խմբեր ձևավորվել են, շինարարության մեկնարկի հետ կապված քննարկումներ կան, թե ոչ։ Առաջին հատվածին արձագանքեմ առայն, որ մենք ասում ենք, որ պետք է ելնել միայն ստորագրված փաստաթղթերից եւ յուրաքանչյուր խոսույթ պետքա լեգիտիմ լինի եւ երկու երկրների ղեկավարների այս դեպքում խոսույթները պետքա հստակ արտացոլեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին։ Դրանից դուրս ցանկացած խոսույթ, որը լեգիտիմ չի, մտահոգիչ է։ Եվ ձեր հարցադրումն առայն թե մենք ինչ պետք է անենք չլսելու տանք եւ անցնենք առաջ, ոչ։ Ես նաեւ զարմացած եմ ձեր հարցից, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը թե ՄԱԿ-ի, ուրեմն գլխավոր ամբիոնիստ թե ԵԽԽՎ-ի նիստի ժամանակ հստակ արձագանքեց այդ խոսույթներին եւ իր մտահոգությունը հայտնեց եւ նաեւ հրապարակային հարցադրում ուղղեց Ադրբեջանի նախագահային առայն թե ինչի մասին է այդ խոսույթը, ինչից հետո նաեւ Կոպենհագենում տեղի ունեցավ հանդիպում, ինչից հետո ուրեմն հաղորդագրություններ տարածվեցին երկու երկրների կողմից եւ ես զարմացած եմ թե ինչու եք դուք հարցնում որ մենք ուրեմն պետքա չլսելու տանք թե ինչ չէ մենք լսում ենք արձագանք մտահոգվում ենք եւ արձագանքում ենք եւ խնդրում ենք եւ հորդորում ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին, հատկապես ադրբեջանական գործընկերներին, որպեսզի ելնեն բացառապես ստորագրված փաստաթղթերում տեղ գտած խոսույթից եւ տերմիններից մնացածը լեգիտիմ չի եւ չի արտահայտում պայմանավորվածությունները եւ այո, մտահոգիչ է, շնորհակալ եմ։ Թուրքիայի հետ թուրքական ավիաուղիների հետ կապված, եթե հիշում եք, իրականում թուրքական ավիաուղիների մուտքը հայաստանյան շուկա շատ միշտ քննարկվել է 10-նյակ տարիներ արդեն կարելի ասել, բայց միշտ քաղաքական պատճառներով ավիաընկերությունը Հայաստան չի մտել։ Եթե հիշում եք, հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ մամուլի հաղորդագրության մեջ կար նաև այդպիսի նշում, որ օդային ավիափոխադրումների ոլորտում պետք է ակտիվացնել համագործակցությունը եւ ահա տեսնում ենք, որ թուրքական ավիաուղիները արդեն հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան։ Չգիտեմ, թե սա երբ կլինի, որովհետև այնտեղ տեխնիկական եւ իրավական հարցեր կան, լիցենզավորման հարցեր կան եւ այլն, բայց այսինքն դա մի բան է, որը տեղի կունենա առաջիկայում։ Թուրքիայի հետ նաև այլ պայմանավորվածություններ կային այդ հանդիպման արդյունքում, այնտեղ ակադեմիական փոխանակումներ, տարբեր փոխվստահության ամրապնդման միջոցառումներ եւ այլն, բայց իմ համոզմամբ որևէ խնդիր չկա, որպեսզի հարաբերությունները ամբողջ ծավալով կարգավորվեն եւ մենք այս առումով սպասում ենք թուրքական կողմի գործուն քայլերին, որովհետև Հայաստանի եւ Թուրքիայի միջև, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև չկան հարաբերությունների կարգավորման համար խոչընդոտներ։ Ինչ վերաբերվում է TRIP-ին եւ օգոստոսի 8-ի հետ օգոստոս 8-յան զարգացումներին, պետք է նշեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ քննարկումներ են տեղի ունենում, պետք է աշխատանքային խմբեր կամ պատվիրակություններ կան Հայաստան, որոնց հետ պետք է քննարկվեն կամ արդեն իսկ քննարկվել են TRIP-ի տեխնիկական մանրամասները, ուսումնասիրվեն
արդեն տեղանքում երկաթուղու, ճանապարհի, այլ հաղորդակցության գծերի անցկացման հնարավորությունները, մանրամասները։ Տրամաբանությունն այն է, որ պետք է ստեղծվի հայ-ամերիկյան կոնսորցիում, որը կհաստատի այդ մոդելները եւ տեխնիկական նկարագրերը, հա, այդ նախագիծը ինչպեսին պիտի լինի, եւ արդեն երրորդ օպերատորները կկարողանան մասնակցել եւ ուրեմն սկսել դրա իրագործումը, շինարարությունը, շահագործումը, կառավարումը եւ այլն։ Ընկերությունը ոչ դեռ ստեղծված չէ, պետք է ստեղծվի եւ ենթադրում գրանցվի Հայաստանի Հանրապետությունում, այսինքն այդ իրավական պրոցեդուրան դեռ արված չէ։